Բարև ձեզ հարգելի բարեկամներ, մենք պատմաբաններս երբ ուսանողներին ներկայացնում ենք հայոց պատմության ամբողջական շղթան, մեզ համար ամենադժվար խնդիրը թերևս պետականության կորստից հետո պետականության վերականգնման համար պայքարի պատմության էջերի ներկայացումն էր։ Եվ հետաքրքրականն այն է, որ ինչպես մեզանում ընդունված է որպես դասագրքային ճշմարտություն, դա շակերտներով եմ ասում, մենք դարեր շարունակ իբր պետականություն չենք ունեցել։ Այո, համահայկական մակարդակով պետականություն չենք ունեցել, բայց այդ պետականությունը անտեղված ձևով իսանկախ իշխանությունների, իշխանապետությունների, լեռնային համայնքների տեսքով Հայաստանի տարբեր հատվածներում մշտապես գոյություն է ունեցել։ Եվ ամենակարևորը պետականության գաղափարը երբեք մեզանում չի մեռել։ Տեսեք, 18-րդ դարի վերջին այդ դժնդակ դարաշրջանում մեր իրավագիտական միտքը այնպիսի պայծառ արդյունք տվեց, ինչպիսին Շահանի Շահմիրյանի որոգայթ փառածն էր։ Հեռավոր Հնդկաստանում հայ գործիչներ այո մադրասում իրենց խմբակի շրջանակներում տպագրություն կազմակերպեցին, նոր տետրակ, որ կոչի հորդորակը հրատարակեցին եւ վերջապես որոգայթ փառածը, որը պետք է դառնար ապագա Հայաստանի սահմանադրությունը եւ նախանշել այդ երկրի կառուցվածքը։ 18-րդ դարի վերջին երբ մարդիկ պատկերացում չունեին հանրապետական կառուցվածքի խորհրդանական կառույցի վերաբերյալ, հայ իրավական միտքը տվեց այդ պայծառ արդյունքը եւ շատ հետաքրքրական է, որ հեղինակը այն կոչեց որոգայթ փառած։ Ինչու՞, որովհետեւ այդ իշխանությունը, այդ չարաբաստիկ աթոռը իր մեջ ունի ուժ, որը որ մարդու ժամանակի ընթացքում փոխում է, նա սկսում է տառապել անսխալականության բարդույթով, դառնում է անսխալական եւ ի վերջո հանրապետական կառույցը կարող է դառնալ նույն միապետական, որը Մովսես Բաղրամյանը իր նոր տետրակում կասեր կդառնա այդ միապետությունը հայոց պետականության կործանման գլխավոր պատճառը։ Որոգայթ փառած, որ մարդիկ չընկնեն այդ փառքի որոգայթի մեջ, առաջարկում էր մի համակարգ 18-րդ դարի վերջին, երբ որ այդ ժամանակ կարելի անցել հանրապետական կառուցվածք ուներ թերևս նոր անկախ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան, որը որ կարճ ժամանակով այդ համակարգով առաջ ընթացավ, բայց հետո նորից Նապոլեոն Բոնապարտի եւ ընդհանրապես բուրբոնների կողմից վերականգնվեց միապետությունը։ Ինչ էր առաջարկում, մարդիկ որպեսզի չընկնեն որոգայթի մեջ փառքի, այդ իշխանական աթոռը իրենց գլխապտույտի մեջ չգցի, նրանք պետք է հասկանան հետեւյալը, որ իշխանությունը բաղկացած է դիմությունից եւ ընդդիմությունից։ Մեզանում անկախության 34-րդ տարում մենք չհասկացանք մի բան, որ դիմությունն ու ընդդիմությունը մեկ պետության անկախների մասն են։ Եվ ընդդիմությունը նույն դիմությանը առողջ շրջանակներում պահելու այն հզոր ուժն է, որը որ պիտի ապահովի այդ երկրի հետագա զարգացումը։ Պատկերացրեք ինչ էր առաջարկում։ Ընտրական համակարգի ստեղծումից հետո ընտրությունների արդյունքում ձևավորվում է հայոց խորհրդարանը, որին ինքը կոչում էր հայոց տուն, եւ այդ հայոց տունը ստեղծում էր, ընտրում էր մի խորհուրդ 11-13 տարբեր թվերի մասին այստեղ խոսքը, մարդկանցից, որոնք դառնում էին ղեկավար մարմին եւ իրենց միջից մեկին վիճակահանությամբ դարձնում էին երկրի ղեկավար, նախարար, ինչպես նա ասում էր այդ փաստաթղթում։ Որպեսզի այդ նախարարը երբեք չկարչեր այդ աթոռից եւ հասկանար, որ ինքը պետք է մյուսների հետ ներդաշնակ աշխատի հանուն այդ երկրի, հանուն այդ ժողովրդի, նրա մնացած անդամները խորհրդի դառնում էին նրա ոչ միայն օգնականներն ու տեղակալները, այլև նրա ընդդիմադիրները։ Եվ ամբողջ մեկ տարվա ընթացքում քննադատական տարափի տակ էին պահում երկրի ղեկավարին։ Վասն հաջորդ առողջ օրվա։ Եվ ամեն մեկը հասկանում էր, որ որքան ինքը քննադատեց երկրի ղեկավարին, այնքան օգուտ կբերի, որտեղ հաջորդ անգամ վիճակահանությամբ ինքը կարող է դառնալ երկրի ղեկավար, իրեն կսկսեն քննադատել եւ նախորդը անպայմանորեն շատ ավելի խնդիրներ լուծած կլինի եւ բնականաբար իր գործը ավելի հեշտ կդառնա։ Եվ պատկերացրեք այս համակարգի պայմաններում դու երբեք չէիր հայտնվի որոգայթի մեջ, փառքի որոգայթի, ինչը որ
ցավոք սրտի մենք հայտնվեցինք տասնամյակներ շարունակ Բաղձալի անկախությանը արժանանալուց հետո 1991 թվականին։ Եվ որպես պատմաբան կարող եմ վստահաբար ասել, որ ցավալիորեն մենք որքան էլ հաղթանակներ արձանագրեցինք, հաջողություններ ունեցանք, դարձանք միջազգային հանրության անդամ, բայց ցավոք սրտի չդարձանք զտարյուն ազգային պետություն, որի կարիքը մենք այսօր ունենք։ Այն թշնամության մթնոլորտը, կասկածամտության, ուրացումի մթնոլորտը, որ մեզանում ցավոք սրտի ոչ միայն գոյություն ունի, այլև շարունակում է խորանալ, մենք կոչված ենք մեր համեստ հնարավորությունների սահմաններում, որպես մտավորականներ, վերացնելու այդ մթնոլորտը, առողջ մթնոլորտ ստեղծելու, որ յուրաքանչյուր հայը միմիայն բարեկամ ու եղբայր տեսնի մյուս հայի մեջ։ Թշնամությունը առհավետ վերանա մեր միջից, մենք միայն խոսում ենք դրա անհրաժեշտության մասին, բայց երբեք այդ ուղղությամբ քայլեր չենք կատարում։ Մենք պիտի լսենք մեկս մյուսից, չունենք լսելու ունակություն, ցավալիորեն, երբ որ կարևորագույն խնդիրներ ենք քննարկում, մեկս մյուսից չենք լսում, ամեն մեկը բացարձակ իր ճշմարտությունն է ճակերտների մեջ ներկայացնում եւ արդյունքում որևէ հաջողություն չեք արձանագրում։ Մենք մեծ, այսպես ասած, բարձրագոչ խոստումներ չենք տալիս, քաղաքական կուսակցություն չենք, մեր տարիքն էլ դա չի ներում, մեր նպատակը, կրկնում եմ, առողջ պատմամշակութային մեր ժառանգությանը վերադառնալու, ակունքներին վերադառնալու հզոր մթնոլորտ միջավայր ստեղծելու նպատակն է, որ իր հերթին կբերի նաև այն սերունդներին ասպարեզ, որոնք որ կկերտեն Հայաստանի ապագան։ Շնորհակալություն։